Իմ սիրելի առույցներ, բարի օր, այսօր ապրիլի 30-ն է, վերջին օրը, և աղվանից արդեն մայիսի 1-ը սկսում է մայիսի դռներ բացմելիա լուսնով։ Ես իմ նախորդ հաղորդման ժամանակ աուդիո տարբերակով արդեն ներկայացրել եմ մի քանի խոսքով մայիս ամիսը, լարվածությունը, այն որ ամիսը բացվում և փակվում է լիա լուսնով, դա էլ իր հերթին բերում է լարվածություն, էմոցիոնալ ֆոնը բարձր է լինում և այդ ամենը բնականաբար աշխարհում ևս իրադարձություններ լարվածություն լինում է, այնպես որ մենք էլ մասնիկն ենք, այսպես ասած, և ինչ խոսք այդ ամենը հատկապես պատկերացրեք, որ այն մարդիկ, այն երկրները, որոնք ներքաշված են շատ կոնկրետ պատերազմի մեջ և այնտեղ որքան մեծ լարվածություն կլինի մարդկանց մոտ և ընդհանրապես այսպիսի իրավիճակ է։ Եվ հիմա ես ուզում եմ նշել այդ օրերը, որովհետև դրանք շատ կարևոր են, և այսպես մայիսը բացում ենք լիալուսնով, իդեպ մոռացա նշել, որ սիրելի առույցներ, դուք երրորդ տեղում ինչպես որ կաք, այդպես էլ մնացել եք։ Սա շատ կարևոր է, առաջին 3 տեղերը պահպանել են կարիճները, այծեղջյուրներ և այդ առույցներ իրենց տեղը պահպանել են, իսկ հետո արդեն բնականաբար այդպես 1-2 փոփոխություններ կան տեղերով։ Եվ այսպես մայիսի 1-ին ժամը 21:00 Հայաստանի ժամանակով 21:22 արևի լուսինը կհակադրվեն 12 աստիճանում և այն տեղի կունենա կարիճի նշանում, բնականաբար սա արդեն ասաբացին այդ, որ ինքը լավ լիալուսին չի ձեզ համար, արդեն ինքը ընդգծում է, որ դժվարություններ կլինեն, ես հետո կմանրամասնեմ։ Եվ հաջորդ լիալուսինը, ասացի ամիսը փակում է, դա 31-ն է, Հայաստանի ժամանակով 12:45:00 վայրկյան 12:45 պարզապես արևի լուսինը հակադրվում են 10 աստիճանում և այն տեղի ունենում աղեղնավորի նշանում և իհարկե նշեմ նաև նորալուսինը, որը տեղի կունենա մայիսի 17-ին արևի լուսինը կմիավորվեն 26 աստիճանում և այն տեղի կունենա ցուլի նշանում, հողի նշանում է և ինչպես տեսնում ենք, թե լիալուսինը, թե նորալուսինը իրենք որոշակի դժվարություններ են առաջացնում ձեր կյանքում, թե ընտանիքի հետ կապված, թե ձեր ապագայի, ձեր պլանների, կարիերայի հետ կապված, իրանք մայիս ամիսը ձեզ պահելու է լարվածության մեջ, նայած ու մոտ մոլորակներ ինչ դասավորություն ունեն և կոնկրետ որ թեմային կվերաբերի։ Ահա, և ցուլի նշանում 26 աստիճանում, ես ուզում եմ այստեղ ժամը նշել, որովհետև նրանք ովքեր ապրում են Եվրոպայում, Ռուսաստանում, իրենց մոտ ոչ թե մայիսի 17-ին է, այլ մայիսի 16-ին 00:01, այսինքն տեսնում եք 1 րոպեի տարբերությամբ արդեն օր է փոխվում և դրանով է պայմանավորված, որ ես նշում եմ անպայման ծննդյան ճշգրիտ ժամը, քանզի ձեր ասցենդենտի նշանը իմանալու համար պետք է իմանաք ծննդյան ճշգրիտ ժամը, սիրելի առույցներ, ասցենդենտի նշանով և հետո արևի նշանով և հաճախ մեկնաբանություններին գրում են, ես այս ժամին եմ ծնվել, այսպես ինչ կարող եք ասել, ինչ-որ բան ասելու համար պիտի ուրեմն կոնսուլտացիայի հերթագրվեք, սա մեկ և երկրորդը, ես մինչև ժամը չհաշվարկեմ, իսկ եթե դուք ասում եք, որ ստույգ գիտեք ժամը, ուրեմն պետք է հարցեր տամ, ստուգեմ, արդյոք դա ձեր ծննդյան ժամն է, որտեղ ես պիտի գտնեմ էներգետիկ դաշտում ձեզ, որ կարողանամ կոնկրետ այդ դուք եք և կոնկրետ հարցերին պատասխանել, վերլուծություն անել և այլն և այլն, իսկ այդպես որ գրում եք, դա ուրեմն նախատեսված է գուշակների համար, կարող եք դիմել գուշակներին նման հարցերով և ձեզ իրենք հեքիաթներ կպատմեն։ Դա ուրեմն ես ձեզ խնդրել եմ, որ ինձ գուշակների հետ չշփոթեք, ես կապ չունեմ գուշակների հետ, որոնք հանդես են գալիս աստղաբաններ, իրենք կապ չունեն աստղաբանության հետ, որքան է որ նշում են այս մոլորակը ստեղ, դուք ուշադրություն դարձրեք, արդյոք իրանց կանխատեսումները կատարվում են, թե ոչ։ Հայաստանում չկա պրոֆեսիոնալ աստղաբան, ես սրան իհարկե նորից կանդրադառնամ, երբ կմտնեմ եթեր, պարզապես ձեզ ասում եմ, որպեսզի շատ են գրում, ես
ժամը պիտի հստակ լինի, որ ես պատասխանեմ հարցին, իսկ դա միայն իմ հաշվարկելուց կամ ստուգելուց հետո միայն։ Սա էսպես եւ ինչու սրան ես անդրադարձա, որովհետեւ 1 րոպեն, չասեմ այն ծրագրերով 1 րոպեն 1 տարի է եւ 1 րոպեի փոփոխությունով, փաստորեն դուք ինքներդ համոզվեցիք, որ Հայաստանում արդեն օր է փոխվում, ասեք նույն նորալուսինն է, բայց մեզ մոտ մենք նշում ենք 17-ին, ասենք արտերկրում նշվում է 16-ին։ Ահա, այսպես է լինում հարգելիներս, երբ մենք կարող ենք 1 րոպե նույնիսկ սխալվել ծննդյան ժամը հաշվարկելու մեջ, որտեղ ես դրան օրեր եմ հատկացնում, ժամեր օրեր եմ հատկացնում, որպեսզի կարողանամ գտնել տվյալ անձին իր ուրեմն ծննդյան ժամը։ Սա էլ այսպես եւ ինչ ունենք նաեւ մայիս ամսին, ինչպես հասկացաք ես ձեզ մայիս ամսվա համար եմ անում կանխատեսումը, Պլուտոնն է դառնալու հետընթաց, ձեր մոլորակը որ գտնում է բարձրակետում, հիմա գիտեք արդեն բազմիցս ասել եմ, ձեր հակադիր նշանում է, որը դժվարություններ է ուրեմն առաջացնում ձեզ համար, իհարկե յուրաքանչյուրն իր քարտեզը եւ այդ ժամանակահատվածում, ինքը ցույց կտա, թե ուրեմն որ ժամանակահասքն որ տարին, որտեղ ինքը երկար տարիներ է մնալու, 20 տարի ասենք մնալու այդ նշանում եւ այդ 20 տարվա մեջ երբ է կոնկրետ ձեզ այդ առաջանալու այդ խնդիրը ոմանց մոտ առաջիկա 5 տարում, ոմանց մոտ վերջին 5 տարում կամ մեջտեղներում այդպես այսպեսի հարցեր կան, դրա համար ես անընդհատ նշում եմ, որ դա ցույց է տալիս ձեր անձնական ուրեմն քարտեզը ըստ մոլորակների դասավորվածությամբ եւ ինչպես նաեւ Մերկուրին Վեներան Մարսը կփոխեն իրենց նշանները եւ արևը կփոխի իր նշանը մայիսի 21-ին, ինքը կմտնի երկվորյակի նշան, իհարկե այստեղ կփորձի ինքը հարաբերությունները ձեր մասնավորապես եթե դուք ուրեմն գտնվում եք կամ ձեր աշխատանքը ծառայություններ մատուցելն է, սպասարկման ոլորտում եք գտնվում, այստեղ փոփոխություններ կօգնի միգուցե նոր ուրեմն պատվերներ ստանալ եւ կամ որոշակի հարցեր ձեր կոլեկտիվում կփորձի կարգավորել, որովհետեւ այստեղ գիտեք փոփոխություններ են լինում առողջների մոտ կարիերայի հետ կապված լինում են փոփոխություններ եւ գիտեք նաեւ ֆինանսական վիճակը այստեղ իրենց ընտանիքում կարող են լինել ֆինանսական դժվարություններ, ոմանց մոտ երեխայի հետ կապված ինչ որ հարցեր կա, որ խնդիր են առաջացել, գումարը տեղը հատկացվել չեն հասցնում կամ սիրո թեմաները, ոմանք նոր պիտի երեխա ունենան, ոմանք իմանան, որ իրենք սպասում են երեխայի, իրենց աշխատանքի հետ կապված այստեղ հարցեր կան, բոլոր դեպքերում ընտանիքում հարցեր կան, որ իրենք պիտի կարգավորեն, ավաղ յուրաքանչյուր հարց կարգավորում է կարծես թե ֆինանսների միջոցով։ Ամիսը, մայիս ամիսը այդ լարվածություն լինելով ձեզ մոտ բերում է ուրեմն ֆինանսական դժվարություններ, կարիերայի հետ կապված հարցեր կան եւ իհարկե նաեւ արդեն նշեցի, գիտեք կոլեկտիվ ձեզ ապագայում սպասվում է փոփոխություններ, հնարավոր է գիտեք ինչ ասենք ոչ թե ինչ որ միևնույն աշխատավայրում մնաք եւ այդտեղ ավելի շատ ինքը տանում է անընդհատ նոր կոլեկտիվ, անընդհատ տանում է փոփոխությունների այսպիսի իրավիճակ է եւ սա կարող եմ ասել սիրելի առույցներ, դուք իմացեք, որ մանավանդ եթե սպասարկման ոլորտում եք, ինչ որ մի տեղում չկա, անընդհատ նոր պատվերներ կարող են լինել կամ չլինել, բայց փոփոխվելու է արագ, ասկն երկար ժամանակ չեք կարող ինչ որ մի կոլեկտիվում լինել, ինքը կփոփոխի։ Գիտեք, ոմանց մոտ, ասենք, տարիների ընթացքում 1-2 անգամ, ոմանց մոտ շատ ավելի հաճախ
ինքը անդադ տանելու է փոփոխության եւ երբեմն միգուցե հարկ չլինի, որ դուք ինչ որ բան փոխեք, բայց դուք այդ էներգիան ձեզ տանի փոփոխությանը պետք է իմանաք արդյոք որ ժամանակահատվածում է պետք փոփոխել խնդիրներից խուսափելու համար կամ ճիշտ հակառակը պետք չի ինչ որ ասենք ցանկություն է առաջանում փոխել կոլեկտիվը գնալ ինչ որ այլ վայրում աշխատելու, բայց դա իրականում ցանկալի չէ, այսինքն դուք կարող եք չիմանալ եւ էմոցիաները ձեզ կարող են ուրեմն տանել լրիվ այլ տեղ, այսպիսի իրավիճակ եւս կարող է լինել։ Ես արդեն իմաստ չունի նշել, գիտեք, ձեր ուրեմն ինչ որ վատ օրերը, որտեղ մայիսը ինքը լարված է եւ ասենք պատկերացրեք այն մարդկանց վիճակը, ովքեր հենց իրեն կոնկրետ գտնում են պատերազմական վիճակում, այդ դաշտում, այդ երկրում են եւ իրենց համար որքան դժվար է, որքան էմոցիաները լարված են, թե ինչ է լինելու վիճակը եւ այլն այսպիսի թեմաներ են եւ ամբողջ մայիս ամիսն է պետք է լինել պարզապես ուշադիր լինել զգոն, որովհետեւ ավաղ վատաներգիաները ավելի շատ են, գերակշռում են մայիս ամսին եւ գիտեք ընդհանուր տեսեք ասենք երկրորդ լիալուսինը կլինի կրակի նշանում, բայց սիրելի առիթներ, դուք նույն հաջողությամբ կարող եք համապատասխան նշաններում ունենալ մոլորակներ, ասենք ծրված են, հա, մոլորակներ այդպեսին է դասավորությունը եւ ձեզ մոտ ասենք ճիշտ հակառակը այդ լիալուսինը էլ ավելի լարվածություն բերի ձեզ մոտ ֆինանսական դժվարություններ ունենաք եւ այլն, այնպես որ բոլոր դեպքերում այդ փոփոխությունները ինքնին բերում են դժվարություններ եւ շատերը փորձում են մտածել արտերկրի մասին, այնտեղ գտնել լուծումը, ոմանք կարող են դեռևս ասեն գտնում են իրավական ինչ որ փաստաթղթերի ուրեմն հարցեր կան, որ պետք է կարգավորեն, ինչ թեմաներ են, այսպիսի հարցեր կան, ու դուք իհարկե կանդրադառնաք ձեր կարիերային, միգուցե նաև պաշտոնի առումով այստեղ դժվարություններ կլինեն, ինչ անել, ինչպես անել, կամ թեկուզ եթե ոչ պաշտոն, պարզապես աշխատանքի հետ կամ ղեկավարի հետ ինչ որ հարցեր կարող են լինել, էմոցիաները տեղի տան եւ դուք ինչ որ սխալ քայլեր անեք, փորձեք ղեկավարության հետ չգնալ կոնֆլիկտի, իսկ եթե դուք եք ձեր գլխի տեր, այսպես ասած, այստեղ պիտի խելացի լինեք, կարողանաք ձեր բիզնեսը ճիշտ կազմակերպել, եթե ձեզանից պահանջում է փոփոխություն, ուրեմն հասկանաք երբ, ոնց այդ փոփոխություններին գնաք եւ կարողանաք ճիշտ դուրս գալ։ Բոլոր դեպքերում միշտ էլ ելք կա, պարզապես պետք է իմանալ, թե որտեղ է այդ ելքը, ինչը օգնում է իհարկե աստրոլոգիան ցույց է տալիս որտեղ է ելքը եւ դուք ինչպես կարող եք դուրս գալ այդ վիճակից։ Այսքանը երևի թե սիրելի առույցներ, ուշադրություն դարձրեք ձեր ֆինանսական վիճակին, սիրո թեման է մոտ երեխայի ամուսնության թեման կարող է լինել եւ այդպես փոփոխություն, կոլեկտիվի փոփոխություն աշխատանքի հետ կապված ինչ որ հարցեր կարող են առաջանալ, այնպես որ այստեղ եղեք ուշադիր, եթե շատ մոլորակներ ունեք են ձեր նշանում, այստեղ կարող են նաև լավ իրադարձություններ, որտեղ մի շարք մոլորակներ այստեղ տեսնում ենք հավաքվել են կրակի նշանում եւ դա ուրեմն նշում եմ, եթե դուք առուտի նշանում ունեք շատ մոլորակներ, այստեղ կարող են ձեզ օգնել, դուք իրավիճակից դուրս գաք եւ այլն։ Տեսեք նորից կանգնում ենք այն փաստի առաջ, որ
ուրեմն յուրաքանչյուր տունեք ձեր անձնական քարտեզը, ըստ դրա դասավորությունը եւ դրանով པարզ կլինի, ես պարզապես զգուշացնում եմ, որ եթե ինչ-որ մի բան հակառակն է լինում, որ դուք հասկանաք, որ ուրեմն կոնկրետ նշաններում դուք ունեցել եք մոլորակներ, դա էլ հենց ձեզ համար խնդիր է առաջացրել։ Իսկ ընդհանուր ֆոնը, ինչ խոսքը լարվածությունը մեծ է, արդեն նշել եմ ես իմ նախորդ աուդիո ձայնագրության մեջ եւ այստեղ կարող ենք ընդհանուր բոլորս կարող ենք սխալվել միանշանակ, երբ որ էմոցիաները տեղի են տալիս, մարդը կարող է սխալվել եւ սխալ քայլեր անել, մտնել կոնֆլիկտի մեջ, աշխատանքը կորցնել եւ այլն, այնպես որ ուրեմն ուշադրություն դարձրեք, ոմանց մոտ էլ այստեղ աշխատանքի հետ կապված դժվարություններ, դրանք իհարկե աստիճանաբար կթուլանան, բայց ես մի քիչ առաջ անցնեմ եւ առույցների համար ասեմ, որ ճիշտ կլինի ձեզ մոտ համագործակցելը դուք հույսը մի դրեք ձեզ վրա, ընդհակառակը փորձեք տանդեմ կազմել, համագործակցել, ոմանք աշխատանքի հետ կապված, ոմանք պարզապես ապագայի համար, ասենք, խորհրդակցել, հասկանալ, ինչ պետք է լինի, բոլոր դեպքերում ձեզ օգնությունը գալիս է մի երկրորդ անձնավորությունից, սա էլ այսպես ասեմ, սիրելի առույցներ, եւ այսքանով ավարտեմ, փաստորեն դուք հասկացաք, որ պետք է լինել ուրեմն զգոն, լինել ուշադիր, ֆինանսների հետ կապված, աշխատանքի հետ կապված կան անշուշտ ուրեմն դժվարություններ, ուշադիր եղեք, լարված է մայիս ամիսը եւ իհարկե ես ձեզ արդեն զգուշացնում, դուք արդեն գիտեք եւ արդեն գիտեք ինչ փոփոխություններ, ինչ կլինի եւ ինչպես այդ ամեն ինչին դիմակայելիս, եթե նրանց մոտում որ արդեն սրված վիճակ է, ասցենզենտով առույցներ իրենք արդեն պետք է դիմեն մասնագետին համապատասխան։ Իսկ ես այսքանով ավարտեմ, սիրելի առույցներ, գրեք որքանով օգտակար եղավ ձեզ իմ խորհուրդները, նախազգուշացումները եւ այլն եւ այսքանը լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։